Մարի Սահակյանն եմ, սա իմ յութուբյան ալիքն է։ Ես 9 տարեկան եմ, ծնվել եմ Հայաստանում, բայց ապրում եմ Չեխիայում։ Ես փոքր տարիքից սկսել եմ Instagram-ում վարել ինչ-որ լայվեր, վիդեոներ եւ այլն, եւ իմ այս հասունական տարիքում ինձ շատ էր հետաքրքրում ինչ-որ յութուբյան ալիքում վարել տարբեր վիդեոներ։ Ես փորձելու եմ ձեզ ձեր համար նկարել տարբեր հետաքրքիր կոնտենտներ, չելենջներ եւ այլն։ Ես Հայաստանում գնացել եմ մանկապարտեզ։ Տանձը ֆջորը, էքսուսանորը, ասա եվեք ծննդյանն օրը, ունվար, հետևար, մարտ ապրիլ մայիս։ 5 տարեկանում ես եւ իմ ընտանիքը տեղափոխվել ենք Չեխիա։ Ես իմ հայրենիքը շատ եմ կարոտում, ամեն ամառ անցկացնում եմ այնտեղ եւ ձեր համար նկարելու եմ այս ամառը տարբեր հետաքրքիր վիդեոներ։ Երբ ես նոր էի եկել Չեխիա, սկսեց COVID-ը եւ ես 2 տարի չկարողացա գնալ Հայաստան։ 2 տարի անց իմ մայրիկը իմ ընկերուհու մայրիկի եւ իմ ընկերուհու հետ ուղարկեց Հայաստան։ Դուք չեք պատկերացնի ինձ ոնց են դիմավորել։ Ես մինչև հիմա որ նայում եմ նկարները, վիդեոները, շատ եմ հուզվում։ Եվ հիշում եմ իմ համար ինչքան դժվար էր, որ 2 տարի իմ հարազատներին չէի տեսել։ Հուշերից քաղաք ուսեմ։ Չեխիայում ես արդեն 5 տարեկանից հաճախել եմ չեխական մանկապարտեզ։ Ինձ համար շատ դժվար էր, քանի որ չգիտեի լեզու, չէի կարող խոսալ, ինձ ոչ մեկ չէր հասկանում, բայց իմ ծնողները ինձ օգնում էին, հասկանում էին եւ տարիների ընթացքում սկսեցի չեխերեն հասկանալ, սովորել ավելի։ Մամինկա զավոլալա դինիսպիշ, ես ուրախությունից մեռհայս ընկերուհիս էլ ներվել էր։ Dobrý den։ Ինքը մեր սուպերն ա բերում։ Ես հիմա գնում եմ չեխական դպրոց 4-րդ դասարան։ Ձեզ շնորհավորում եմ բոլորի սեպտեմբերի 1-ը, ով գնում են Հայաստան դպրոց, բայց ես ուզում եմ ասեմ, որ երեք եղել իրանց Հայաստանի սեպտեմբեր 1-ը, բայց ոչինչ։ Ձեզ լիքը պատճիկներ եմ անում։ Լավ, հիմա ասում ենք, որ մենք գնում ենք մի կանգառելու դպրոց, իմ դպրոցն։ Այսօր դաս вообще չեմ անելու, իմ սունկեն դե մամայի մոտ ասել։ Էդ այնտեղ քայլող կենթանիներ, բայց այսօր вообще դաս չենք անելու, այսօր մենակ ծանոթանալու ենք, ասելու են թե վաղ ինչ ենք բերելու, բայց ես մեկը ջուր եմ վերցրել, տետր։ Լավ ոչինչ, այդ դրանք վաղը պետք է 50 դու կտանեմ, որ ես ձեզ էի չտվել։ Պրոստը կներեք, բայց մաման այն օրը չթողեց մտեմ։ Ուրեմն մենք բապ քանի րոպեից ենք հասնելու։ 3 րոպեից ընդեղ ենք։ Այժմ հաճախում եմ շաբաթօրյա հայկական դպրոց, այնտեղ մենք սովորում ենք հայերեն լեզու, կարդալ, գրել, պար, երգել, այնտեղ ունեմ շատ ընկերուհիներ։ Զանգակներ, սիրուն զանգակներ, կհնչել անդադար, նոր մագնակ գիշեր, զանգակներ, սիրուն զանգակներ, կհնչել անդադար, նոր տարվա գիշեր։ Եմ հայկական
հայկական դպրոց, որ սովորեմ կարդալ, գրել, շփվել հայոց համայնքի հետ, սովորեմ ճիշտ խոսել, եւ ինձ շատ հետաքրքրում է հայոց պատմությունը, ինչպես տեսնում եք, ես եկել եմ հայկական նռերի հուդիով եւ ունեմ վզնոց Արցախի խորհրդանշը։ Ով է ձեզ արթուն թե քնած պահին, սիրուն փայփայում ձեր մասին հոգում, մայրիկը սիրուն, հոգնած եվանքուն, այնով է նստում միշտ ջոջի կողքին, օրորում բալին։ Կաններին նկարեցին ու գեղեցին, այդ նկարը ես նայեցի կականեցին։ Ես լավ սովորում եմ, խոսում եմ, սովորում եմ չեխերեն, կարելի ասել դպրոցում գերազանցիկ եմ։ Ես իմ համար, որ ես գնում էի դպրոց, սկզբի մի տարին շատ դժվար էր, քանի որ ես չէի հասկանում ոնց բացատրեի, ինձ միշտ որ գրատախտակին էի կանում, այսինքն կանգնած էի, չէի հասկանում ինչ անեի։ Մի փոքրիկ պատմեմ չեխական դպրոցից, այստեղ գնահատականները սկսում են 1-ից, այսինքն ամենալավ գնահատականը 1-ն է, բայց օրինակ մինչև 3-րդ դասից տանում ենք 1 հանած, 1 աստղ, բայց 4-րդ դասից այդ դրանք չկան։ Մենք դասերը սկսում ենք առավոտվա 8-ին, ամենաուշը պետք է այնտեղ լինենք 7:55, եթե այնտեղ չնենք, ստանում ենք նկատողություն, եթե տենց 10-7 հատ հավաքենք, արդեն դասատուի կողմից նկատողություն։ Մենք, որ մտնում ենք դասարան, միշտ փոխում ենք մեր հագուստը, ասում եմ հագուստ, կոշիկներ հագնում ենք, հողնաթափներ, մի փոքրիկ տեղափոխվենք կրկին հայկական դպրոց, Ես ձեզ պատմեմ իմ մասին մի փոքրիկ պատմություն։ Ես քանի որ ուսումնական տարին 2023 հայկական դպրոցում եղել եմ ակտիվ եւ սովորել եմ, իմ ուսուցիչները առաջադրել են որպես լավագույն աշակերտ եւ Չեխիայում Հայաստանի դեսպանը պարոն Աշոտ Հովակիմյանը ինձ մայրիկիս եւ ուսուցիչներին հրավիրել էր դեսպանատուն։ Ես ճիշտ ասած շոկ էր այդ պահին, ոնց լարվեցի շատ ու այդպես գնացինք։ Պարոն դեսպանից ստացա գեղեցիկ հայկական նախշերով շարֆ, պատվոգիր, Նարինե Աբգարյանի 3 խնձոր գիրքը եւ ծաղիկներ։ Եվ ես որ ստացա դեսպանից պատվոգիրը, ես ինձ զգացի արտավորված, որ պետք է ավելի լավ սովորեմ հայկական դպրոցում եւ չեխական դպրոցում։ Մայր ջան, շնորհավորում եմ քեզ, շնորհակալություն քեզ, որ դու լավ ես սովորում եւ մենք քեզանով հպարտանում ենք։ Շնորհավորական նամակն է քեզ, այս Նարինե Աբգարյանի գիրքն է, 3 խնձորը։ Այսօրվա համար այսքանն էր։ Մի փոքրիկ խնդրանք ձեզ ունեմ։ Ես չեմ կարող կողմնորոշվել իմ ալիքի անունը ինչ դնեմ։ Խնդրում եմ կոմերում գրեք Սիմսիմարի թե Ջեստմարի եւ գրեք նաեւ կոմերում ինչ կցանկանաք տեսնել իմ ալիքում։ Չմոռանաք բաժանորդագրվեք ալիքին, լայք դնեք, կոմենտներ գրեք, որ իմ ալիքը ավելի զարգանա եւ ձեր համար նկարեմ հետաքրքիր կոնտենտներ։ Հաջողություն։